Երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից խոսում էր եւ այնպիսի արտահայտություններ արեց, որը ձեր սահմանած բարեբախտության կանոնների շրջանակի մեջ չէր մտնում։ Կզցնել բառներ օգտագործել, ինչու չընդհատեցիք։ Որովհետեւ ոչ ոքի ուղիղ չվիրավորեց։ Ընդդիմությանը վիրավորելու ուղիղ Չէ, բայց ոչ մեկին հասարակական վիրավորանք չհասցվեց, դրա համար չընդհատեցի։ Ի տարբերություն իդեպ ընդդիմադիր գործիչների, որոնք երեք առնվազն մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են արել, նույնիսկ անեծքի պաշտոնական բացումը արեցինք ազգային ժողովի նիստերի դահլիճում, երբ որ ուժեղ Հայաստան խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ եւ մեր սերունդները։ Բայց ինչեւ է օրինալ լինեն նրանք։ Հիմա երբ որ արդեն ծափահարում են, երբ որ կաթողիկոսի անունը Ավազանյանով Չեն ծափահարում, դմդմփացնում, դրանք տարբեր բառեր են։ Ձեր մասնագետ, երբ որ Ավազանյանով է կոչում, դուք ծափահարում Չէ, մենք ծափահարում ենք իրենց դմդմփացնելը։ Մենք սիրում ենք օրինակ։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը ավարտեց, երեք Փաշինյանը վերջ դրեց այդ պրակտիկային ընդդիմություն իշխանություն։ Չգիտեմ, դե առնվազն այն ինչ որ մի հատվածում սկսվեց լրության տակ հնչել այդ անունը, չգիտեմ, չեմ կարծում որ սա ամենակարևորը։ Ձեր բարեբախտության այս կանոնը շարունակում է ձեր կարծիքով, թե ամեն դեպքում։ Հա, իհարկե շարունակում, չեք զգում։ Ամեն ինչով։ Երբ ներողություն կարելի է Երբ որ ազգային ժողովը այդ հայտարարությունը հնչեցրեց, մեծ աղմուկ բարձրացեց վիկաբար։ Էդ էլ էսպես Չէին կոնկրետ վիրավորել, որ դուք ասում եք ոչ մեկին։ Դե հիմա ինչ, այսինքն հիմա ձեր ասածը ինչն է։ Անձնավորված էր, ասես դուք սրիկայաբար էս ինչ։ Իհարկե, էլի հարգելի գործընկերներ, ասում եք ձեր վեհապարը պիղծ է, բայց դա կոնտեքստում է, չի ասում ձեր վեհապարը, որը Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն չի եւ հետեւաբար զբաղվում է պղծությամբ, հետեւաբար պիղծ է, դրա ինչն է վիրավորան։ Ինչու վարչապետին չարեցիք նկատողություն եւ նույն պիղծ բառի համար արվեց նկատողություն։ Որովհետեւ կոնկրետ այդ դեպքում պիղծը բնականաբար վիրավորանք չէր, գնահատական էր մի մարդու, ով Աստծո առաջ ուխտ է տվել չզբաղվել անառակությամբ եւ զբաղվել է պղծությամբ։ Պղծություն չի, երբ որ բարձրաստիճան հոգեվորականը Աստծո առաջ տրված իր ուխտը կուսակրոն լինելու խախտում է, դա պիղծ բարի, պղծություն բարի, դասական, դե կթողեք ավարտեմ։ Սրիկայաբար բառը գնահատական չի, դա արդեն վիրավորանք է։ Գնահատական չէ՞։ Լսեք, ես հասկանում եմ, որ Ազատություն ռադիոկայանը դարձել է Էդգար Ղազարյանի փաստաբանը, ինչը շատ բան է խոսում Ազատություն ռադիոկայանը, ինչու պիղծ բառը կոնկրետ այդ կոնտեքստում չի համարվում վիրավորանք, շատ պարզ, որովհետև խոսվում է այն մասին, որ բարձրաստիճան հոգեվորականը խախտել է Աստծո առաջ տրված իր ուխտը եւ զբաղվել է պղծությամբ։ Ինչու է սրիկայաբար բառը վիրավորանք, որովհետև սրիկաբառը վիրավորանք է, հենց տենց, չգիտեմ, բառարանը բացեք, կարդացեք ինչի է վիրավորանք։ Արուբինյան այսօր Ռուսաստանի պետդումայի նախագահն եթե չեմ սխալվում հայտարարություններ հնչեցրելու, այսպես էր ասել, հենց այդ տերմինը օգտագործել էր ցինիկաբար, իր խոսքերն է մեջ բերում, ասում է Հայաստանը ցինիկաբար օգտվում է ԵԱՏՄ-ի այդպես առավելություններից, այդ միջոցներից, բայց միևնույն ժամանակ ԵՄ դեպի այսպես քայլեր անում, ասում է ավելի լավ է իրենք մեր այդ անկեղծ լինեն։ Սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել եւ այդքանի որ արդեն Նիկոլ Փաշինյանն էլ, հա, հենց կառավարության ծրագիր ներկայացնելիս ասաց, որ առաջիկան պատրաստվում է։ Ինչ որ ժամկետներ կան, հստակ երբ է դիմումը պատրաստվում։ Անկեղծի մասով մենք չափազանց անկեղծ ենք եւ մենք միշտ ենք անկեղծ եղել։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը մենք ամեն ինչ արել ենք եւ շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունենալու համար այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել եւս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ այստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության կամ տեխնացու դառնալու դիմումին, հայտնի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են մեզ
ամեն ջանում, որպեսզի մենք դա անենք մի պարզ պատճառով, այսինքն ինչու այդպես ստացվում, որովհետև նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի եւ այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն հնարավոր չի ուղղակի հանրաքվե անել, ուզում եք դառնանք Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողությունները արված չեն։ Դրա համար հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրաքվե։ Եթե դուք ուշադիր եք, ես այդ հարցին պատասխանեցի։ Հապկի վերաբերյալ, պարոն Ռուբինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուրախ կլինեն, որ ժամկետը ինչքան թե այ հենց հաշվի առնելով, որ այդ հարցի պատասխանը դեռ չկա, դրա համար հիմա հնարավոր չի անել հանրաքվե։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուրախ կլինեն, որ հապկից Հայաստանին հեռացնել, Պեսկովն էլ արձագանքել էր եւ նշել էր, որ Երևանն ազատ է իր ընտրությունների հարցում եւ իրենք կարող են դիմումը ներկայացնել։ Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է ընտրության կայացման հարցում եւ ընդհանրապես Երևանը այսպես միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում։ Հարցը, այսինքն հիմա ուզում եմ հասկանալ, ինչ տարբերություն կա, հեռացնենք, թե մենք դիմումը կտանք եւ դուրս կգանք։ Մենք ազատ ենք։ Ինչու չենք։ Ինչպես իրավացիորեն նշել է հարգարժան պարոն Պեսկովը, Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։ Բա ինչու չի արվում, սպասում եք։ Որովհետեւ Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։ Շնորհակալություն։